Բարոզես սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն դեկտեմբերի 10-ն է եւ այսօրվա հաղորդումը իրոք շատ հետաքրքիր է լինելու, քանի որ կխոսենք Հայաստանի եւ Գերմանիայի միջև ստորագրված այդ փաստաթղթի մասին, հերթական ռազմավարական հարաբերություններ են հաստատվում Հայաստանի համար շատ կարևոր երկրի հետ, նույնիսկ ես կասեի, որ մեզ համար աշխարհում ամենակարևոր երկրներից մեկի հետ, կարելի ասել 5-յակի կամ 7-յակի, ինձ համար այդպիսի մեծ կարևորություն ունի Գերմանիան, հաշվի առնելով այն, որ այսօր Գերմանիան Եվրամիության համար առաջին տնտեսությունն է եւ տեխնոլոգիական շատ մեծ առաջընթաց ունեցող երկիր է, գիտեք, նախ մեքենաների շինարարության մեջ շատ մեծ առաջընթաց ունի Գերմանիան եւ ոչ միայն տարբեր տեխնոլոգիական առումներով Գերմանիան առաջատար երկիր եւ ինչպես արդեն նշեցի, համար առաջի տնտեսությունն է Եվրամիության։ Պատկերացնելու համար Գերմանիայի տնտեսությունը մի քանի անգամ գերազանցում է Ռուսաստանի տնտեսությանը, մի քանի անգամ։ Այդպիսի մեծ տնտեսություն ունի Գերմանիան եւ Գերմանիայի հետ ռազմավարական հարաբերությունների ձևավորումը չափազանց կարեւոր է մեզ համար։ Կարծում եմ կարևոր է խոսել նաեւ ադրբեջանական հիստերիայի մասին, որը որ Ադրբեջանի արտգործնախարարությունը բարձրացրել է Հայաստանի եւ Եվրամիության միջև ստորագրված փաստաթղթի մասին, կրկին ռազմավարական հարաբերությունների կփորձենք հասկանալ, թե ինչու է այդ ամենը տեղի ունենում, կխոսենք նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններից, Հայաստանի վերաբերյալ շատ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում, որը որ շատ բան է մեզ հասկացնել տալիս, այսինքն այդ ելույթը, այդ հայտարարությունը, ու այս ամենը իրար միացնելով մենք ստանում ենք շատ մի հետաքրքիր եւ մեծ պատկեր։ Կարևոր է նաեւ նշել, որ կարծես 1 ամսվա մեջ, եթե ես չեմ սխալվում, ինձ ուղեք, օրերի տարբերություն կարող է լինի, Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ձևավորեց Ղազախստանի հետ, Եվրամիության հետ եւ Գերմանիայի, չեմ ասում 1 տարվա մեջ, ընդամենը 1 ամսվա մեջ։ Կարող եմ փոքր շատ է, չեմ հիշում, երբ էր Փաշինյանը այցելել Ղազախստան, չեմ կարծում, որ 1 ամիս անցել է, բայց տեսնում եք, որքան փոքր սերմ ժամանակներում ինչպիսի լուրջ մեծ փաստաթղթեր է ստորագրում Հայաստանը, այն էլ ինչպիսի երկրների հետ։ Ղազախստանն էլ չափազանց կարևոր երկիր է, Հայաստանի համար դա Եվրամիությունը գիտեք, ինչպես նաեւ Գերմանիան։ Այս տարի հունվարի նաեւ ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ։ Մեծ Բրիտանիայի հետ ավելի խորը սկսեցին քննարկել նույն ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ունենալու գաղափարը։ Նույն ասելը սխալ էր, քանի որ բոլորը տարբեր են, բայց հիմնականում գաղափարը եւ հիմքը նույնն է։ Մենք շուտով կունենանք նաեւ ռազմավարական հարաբերություններ Մեծ Բրիտանիայի հետ եւ նաեւ Ֆրանսիայի հետ։ Շատ տարօրինակ է, որ մինչև հիմա մենք չունենք նման հարաբերություններ Ֆրանսիայի հետ, բայց ես կարծում եմ, որ Ֆրանսիայի հետ այնինչ մենք կունենանք, այն փաստաթուղթը, որը որ մենք կունենանք, այն կտարբերվի բոլոր փաստաթղթերից, որ մենք ունենք մնացած երկրների հետ։ Ես այդպիսի սպասելիք ունեմ, տեսնենք։ Բայց չի բացառվում, որ նաեւ այս տարվա մեջ այդպիսի փաստաթղթեր ստորագրվեն արդեն Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ։ Չափազանց կարևոր կլինի դա Հայաստանի համար նաեւ ընտրություններից առաջ։ Ընտրություններից առաջ 26 թվականը բավականին մեծ փորձությունների տարի է լինելու, քանի որ հիբրիդային այն պատերազմը, որը մղվում է Հայաստանի դեմ, հիմա ահագնանալու է եւ դրա համար պետք է Հայաստանի իշխանությունները ցույց տան, թե ինչ են արել նաեւ արտաքին քաղաքականության մեջ, իսկ ես արդեն նշեցի միայն այս տարվա մեջ Հայաստանը կնքել է միանգամից մի քանի ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ աշխարհի ամենակարևոր երկրների եւ կենտրոնների հետ։ Եվ հաջորդ տարի, երբ որ մենք արդեն մայիսին կընդունենք եվրոպական քաղաքական համայնքների գագաթնաժողովը, դա նույնպես շատ մեծ
հնարավորություն կլինի, որպեսզի Հայաստանը ընտրությունների ժամանակ կարողանա պահպանել իր ինքնիշխանությունը։ Երբ որ Մերցը խոսում էր մամլո այդ ասուլիսի ժամանակ Փաշինյանի հետ, հետաքրքիր հարցերի անդրադարձավ Մերցը, միջայլոց նա խոսեց նաև Ուկրաինայից, Ռուսաստանի հիբրիդային պատերազմից, որը որ տեղի է ունենում ամենուր, նաև Հայաստանի նկատմամբ։ Միջայլոց պետք է տարանջատենք Մերցի հայտարարությունը Մարտակոսի հայտարարությունից Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարի, քանի որ մեկը եվրոպական պաշտոնյա է, իսկ սա Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի կանցլեր։ Այդպիսի հայտարարություններ բնականաբար արվում են մամլո ասուլիսների ժամանակ եւ դրա համար նա անդրադարձավ Ուկրաինային, ասաց, որ Ուկրաինային շարունակելու են օգնել, Հայաստանը շատ մեծ կարևորություն ունի Գերմանիայի համար։ Միջայլոց շատ կարևոր է մեկ լսել, գիտեք, այդ մամլո ասուլիսները, քանի որ հակին բաներ են բարձվում, փաստացի Գերմանիան էլ է շահագրգռված հարավային Կովկաս մտնելով այն պահին, երբ որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատվում է խաղաղություն, քանի որ այդ ճանապարհը չափազանց կարևոր է նաև Գերմանիայի համար։ Բարձրվում է ոչ միայն նահանգների համար, այլ նաև Գերմանիայի համար եւ Եվրամիության համար։ Եվ շատ պարզ եւ բաց այդ մասին խոսեց նաև կանցլերը։ Ուղղակի շատ չեն երկարացնում քաղաքական գործիչները մեզ նման, չեն շատ թեթև լեզվով բացատրում, բայց շատ լավ հասկանալի է, թե ինչի նկատի ունեն նրանք։ Եվ փաստացի այս փաստաթուղթը նաև հնարավոր դարձավ ստորագրել Գերմանիայի հետ, հենց նրա համար, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատվում է խաղաղություն։ Այսինքն Գերմանիան տեսնում է շատ կարևոր պոտենցիալ Հայաստանի մեջ եւ պատրաստ են նաև ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Այդ փաստաթղթի կետերից մեկը կոնկրետ նաև այդ մասին է, ճիշտ է, այնտեղ կան այլ կետեր, մշակութային համագործակցություն, քաղաքական եւ դիվանագիտական, տնտեսական, առևտուր, զարգացում, կրթություն, ինչպես արդեն ասեցի, մշակույթ, լեզու, գիտություն, տեխնոլոգիաների նորարարություններ, ինչալով տեխնոլոգիաները եւ նորարարությունները եւս չափազանց կարեւոր կետեր են եւ ամենակարևոր կետերից մեկը, կարծում եմ մեզ համար, որը ես չեմ կարող անջատել նաև տնտեսականից, իրար հետ կապված են։ Միշտ հիշենք այս փաստը տնտեսությունը եւ անվտանգությունը իրար հետ կապված են։ Եթե չունես տնտեսություն, չես կարող ունենալ նորմալ անվտանգություն։ Այստեղ տնտեսականից բացի նաև կա անվտանգության եւ պաշտպանության շուրջ համագործակցության կետ, որը որ նույնպես չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Կրկնեմ, ընդհանուր տպավորությունս շատ լավն էր այդ հայտարարություններից, մամլո ասուլիսից եւ այստեղից նաև պարզ է դառնում, որ Գերմանիան նույնպես որպես Եվրոպայի լոկոմոտիվ պատրաստ է մուտք գործել Հայաստան եւ Հայաստանը Եվրոպայի համար ընդհանուր եւ Գերմանիայի համար որպես առանձին կարևոր պետություն չափազանց կարևոր նշանակություն ունի։ Կարող ենք շատ ավելի երկար խոսել, մեծ կարծում եմ, որ այսքանով բավարար է։ Հիմա հույսով եմ մենք արդեն ներդրումներ կտեսնենք Գերմանիայից, Միջայլոց Փաշինյանը նաև հանդիպել էր Գերմանիայի նախագահի հետ, դրանց բացի նաև գործարարների հետ հանդիպում կար, հիմա տեսնենք, հույսով եմ, որ Գերմանիայից ներդրումներ կլինեն Հայաստանում եւ Գերմանիան նույնպես կաջակցի Հայաստանին տեխնոլոգիական առաջընթաց ունենալու համար։ Տեխնոլոգիական առաջընթացը ուղիղ կապված է տնտեսության հետ, իսկ տնտեսությունը ուղիղ կապված է պաշտպանության հետ, այսինքն այդ երեքի վրա է հիմնված մեր պետության հաջողությունը եւ դրա համար Գերմանիայի օգնությունը մեզ համար չափազանց կարևոր է։ Հիմա սիրելի հայրենակիցներ, կարծում եմ պետք է խոսել, թե ինչ արձագանք է տվել Ադրբեջանի արտգործ նախարարությունը, ինչպես արդեն նշեցի, նրանք հիստերիայի մեջ են այն փաստաթղթից, որը որ կնքվել է Հայաստանի եւ Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության այդ փաստաթղթից եւ հասկանանք, թե ինչ են ասում Ադրբեջանի արտգործ նախարարության մեջ։ Եվ այս հայտարարությունից մենք տեսնում ենք, սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի արտգործ նախարարության հայտարարությունից, որ Բաքուն ոչ մտահոգություններ ունի Բրյուսելում կնքված այդ փաստաթղթի
հետ կապված Հայաստանի եւ Եվրամիության միջև ռազմավարական օրակարգի փաստաթղթի մասին է խոսքը, ու ըստ իրենց այդ փաստաթղթի բովանդակությունը հակասում է հաստատված այդ խաղաղությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ըստ իրենց այդ փաստաթուղթը վնաս է հասցնում Ադրբեջանի եւ Եվրամիության միջև համագործակցության հեռանկարին, իրենց դուր չի եկել այն նախադասությունը, որ կա այդ փաստաթղթում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Ղարաբաղի հայերի վերաբերյալ, իրենք կրկին պնդում են, որ Ղարաբաղի հայ քաղաքացիները իրենց կամքով են լքել Լեռնային Ղարաբաղը, իրենց դուր չի եկել նաև այն, որ ըստ իրենց պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հայ ազգի բանտարկյալների ցուցակի մեջ ներառելը մեծ խնդիր է, այսինքն երբ որ Եվրամիությունը պահանջում է, որ գերիները պետք է ազատ արձակեն, Ադրբեջանը մեր ռազմագերիներին ներկայացնում է որպես պատերազմական հանցագործությունների մեջ մեղավորների, հստակ այս ամենից երևում է, որ իրենք չեն ցանկանում ազատ արձակել մեր ռազմագերիներին, եւ ամենակարևորը, սիրելի հայրենակիցներ, այստեղ խոսվում է խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մասին, հայկական, ասում է, որ ինչու են, այսինքն փաստացի դա է ասում Ադրբեջանի արտգործնախարարությունը, թե ինչու են խոսում խաղաղության խաչմերուկ ծրագրից, եթե կա թրիփը, ու դա իրենց մոտ շատ լուրջ մտահոգություններ է առաջացնում, որ հիմնական շեշտը դրվում է խաղաղության խաչմերուկի վրա եւ ոչ թե թրիփի վրա, ասում են, որ փաստացի դա նշանակում է այն, որ թրիփը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, ու ինչ որ հետևություններ են անում, որ Հայաստանը չի ցանկանում թրիփը իրականացնել, մոտավոր այս վիճակն է, ու իբր Հայաստանը հրաժարվում է ստանձնած պարտավորությունների կատարումից թրիփի մասով։ Այսինքն այստեղից մենք հասկանում ենք, որ խաղաղության խաչմերուկ, երբ որ Հայաստանը ասում է, իսկ իրենք դրան հակադրվում են, հիմնականում նպատակը այն է, որ թրիփը բացվի, բայց մնացած ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանը չբացվի, հայ-թուրքական սահմանը չբացվի, ես դա եմ հասկանում։ Եվ փորձում են նաև այդպիսի մեղադրանքներ հնչեցնել հայերի հասցեին, թե իբր հայերը փորձում են տապալել թրիփ ծրագիրը, հետ կանգնել համաձայնություններից, եւ այս հայտարարությունը արվում է նաև իրենց ուղեղով ամերիկյան կողմի վրա ազդելու համար։ Իբր ամերիկացիներն էլ չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում, եւ իրենց այդ արտգործնախարարության հայտարարությունից ինչ որ եզրակացություններ են անելու։ Ես կարծում եմ, որ շատ հակառակի վերաբերյալ է նման եզրակացություն արվելու նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների, իրանք շատ լավ գիտեն ադրբեջանական պրակտիկան, թե ինչպես են փորձում Հայաստանին մեղադրել տարբեր հարցերում, հիմա նաև փորձելու են մեղադրել Հայաստանին թրիփ ծրագրի խափանման մեջ, բայց երևի խորհուրդ չեն նայել եւ չեն հասկանում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անձամբ է ներգրավված թրիփի իրականացման գործում, ում էս մեղադրում, ինքը անմիջապես ներսում է եւ իրականացնելու է այդ ծրագիրը ըստ պայմանավորվածությունների, հետեւաբար քեզ ով է հավատալու, քեզ կհավատա Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե իր այն ընկերություններին, ովքեր որ ներգրավելու են թրիփի իրականացման գործի մեջ, բայց այսպիսի մեղադրանքներ, երբ որ հնչեցնում է Ադրբեջանը, մենք հասկանում ենք, որ իրենք ինչ որ մի բանի պատրաստվում են եւ արդեն մեղադրում են Հայաստանին փաստացի թրիփ ծրագրի մասով, թե իբր Հայաստանը ամեն ինչ անում է, որպեսզի թրիփը չիրականանա։ Այնինչ հասկանում ենք, որ խաղաղության խաչմերուկը իրենց համար լուրջ խնդիր է։ Ու նաև վերջում ասում են նրանք, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանը եւ Եվրամիությունը կձեռնարկեն կոնկրետ քայլեր վերացնելու այս վնասակար դրույթները, որոնք չեն արտացոլում ներկայիս իրականությունը, ու ասում են, որ իրենք ուշադիր կհետևեն եւ կանեն անհրաժեշտ եզրակացությունների։ Միջայլոց այստեղ կար նաև Եվրամիության մասին, Եվրամիության դիտորդական առաքելության մասին ինչ որ կետ եւ փաստացի իրենք ակնկալում են, որ ըստ խաղաղության պայմանագրի, որը որ դեռևս չի ստորագրվել, այն նախաստորագրվել է, Հայաստանը Եվրամիության դիտորդական առաքելությանը կհեռացնի հայ-ադրբեջանական սահմանից։ Իրենց նպատակը դա է, երբ որ ասում են երրորդ կողմը չպետք է գտնվի
սահմանի վրա, ես որ ասում եի, թե իրենք կոնկրետ նկատի ունեն Եվրամիության դիտորդական առաքելությանը, շատերը ասում էին, թե չէ, երրորդ կողմ չէ Եվրամիության դիտորդական առաքելությունը։ Իրենք այդ կերպ են անցալում, իրենք դրա համար են այդ կետը ավելացրել։ Հիմա մենք ինչ ենք ասում, ինչ չենք ասում, իրենք այդ կետը կոնկրետ խաղաղության պայմանագրի մեջ ավելացրել են այն նպատակով, որ Եվրամիության դիտորդներին հեռացնեն հայ-ադրբեջանական սահմանից։ Եվ դրա մասին շատ բաց խոսում են։ Այսինքն այս փաստաթուղթը ռազմավարական հարաբերությունների Եվրամիության եւ Հայաստանի միջև շատ լուրջ է ցավացվել Ադրբեջանին եւ գիտեք հիմնականում ինչու իրենք հասկանում են, որ շատ կարևոր դերակատարություն է ստանում Հայաստանը տարածաշրջանում, շատ կարևոր։ Առաջնային կենտրոնական լուրջ դերակատարություն է ստանում Հարավային Կովկասում։ Իրենք ահա այստեղ շատ լուրջ ձևով հետ են ընկնում եւ իրենց դա դուր չի գալիս, հասկանում են թե ինչ հետևանքներ կունենա այդ ամենը թե իրենց վրա եւ թե Հայաստանի վրա։ Հետաքրքիր հայտարարություն է արել նաեւ Կայա Կալասը, նաեւ նա անդրադարձել է Հայաստանին, անտեսելով ադրբեջանական հայտարարությունները, ասել է, որ Ռուսաստանը շատ լուրջ հիբրիդային պատերազմ է մեղում ընդդեմ Հայաստանի, ամրացնում է այդ դիզինֆորմացիան, ապատեղեկատվությունը ընտրություններից առաջ, եւ նա ասում է, որ Մոլդովան դրա բառ ապացույցներ, բայց նույն ժամանակ նաեւ լավ ապացույցներ, քանի որ Մոլդովան կարողացավ հաղթահարել այդ դժվարությունները։ Իսկն Եվրամիությունը շատ լավ հասկանում է, տեսնում է եւ նաեւ պատրաստ է օգնել Հայաստանին, որպեսզի Հայաստանը կարողանա հակազդել այդ հիբրիդային մարտահրավերներին։ Ես միշտ ասել եմ, կրկին մնում եմ կարծիքին, ահա այսպեսի հայտարարություն, երբ որ անում է Կայա Կալասը, շատ լավ է, երբ որ Հայաստանի պաշտոնյան չի գտնվում իր կողքը, երբ որ արվում է այդ հայտարարությունը, դա շատ ավելի լավ է, երբ որ Հայաստանի պաշտոնյան գտնվում է իր կողքը, ասենք արտգործ նախարարը եւ արվում է այդ հայտարարությունը, դա ուրիշ է, իսկ երբ որ առանձին մեկ ինչ որ հանդիպման ժամանակ, քննարկման ժամանակ կամ հայտարարություններ անելիս արվում է այդպիսի հայտարարություն, դա լրիվ ուրիշ է։ Հիմա նաեւ որպեսզի ավելի ամբողջական լինի պատկերը, թե որքան կարևոր դերակատարություն ունի Հայաստանը ոչ միայն Եվրամիության համար, այլ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, կարևոր է տեսնել, թե ինչ հայտարարություն է արել Կրիստինա Կուինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում, առևտրային պալատում քննարկումների ժամանակ Հայաստանի վերաբերյալ։ Դեսպանը խոսել է TRIP ծրագրից, թե ինչ մեծ հնարավորություններ է բացում TRIP ծրագիրը Հայաստանի համար, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի համար, եւ խոսել է, որ ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայաստանը ռեգիոնալ լիդեր պետություն է, առաջատար պետություն է, որտեղ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անելու է շատ լուրջ ներդրումներ, ինչպես նաև տեխնոլոգիական մասով, առևտրատնտեսական առումով հարաբերությունները խորացնելու էներգետիկ առումներով, այսինքն հստակ ասում է, որ ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայաստանը տարածաշրջանային լիդեր է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն ինչ անելու են, որ Հայաստանի միջոցով այդ ծրագրերը կյանքի կոչվեն Հարավային Կովկասում։ TRIP ծրագիրը ամենակարևոր ծրագրերից մեկն է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ կրկին ես գալիս եմ այն եզրահանգման, այդ մասին նաև խոսել եմ մեր երեկվա հաղորդման մեջ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունը, որը որ ինչ-որ միտեղ հարվածում է Եվրոպային, Եվրոպան կարևոր դերակատարություն այլևս չի ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների համար այն աստիճան, ինչպես որ ուներ մինչև հիմա, բայց դա նույն ժամանակ չի նշանակում, որ եթե Եվրոպան Ամերիկայի Միացյալ Նահանգների համար կորցնում է իր կարևորությունը, համեմատաբար կորցնում է, մենք ավելի շատ ենք կորցնում։ Ճիշտ հակառակն է տեղի ունենալու, Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆոկուսը, ուշադրությունը հիմա ավելի շատ է սևեռվելու, դարձվելու դեպի Հարավային Կովկաս եւ Հարավային Կովկասից մինչև Միջին Ասիա։ Դրա մասին մենք խոսել ենք մեր երեկվա հաղորդման ընթացքում։ Հիմա սիրելի հայրենակիցներ, կարճ անդրադառնամ նաև միջազգային հետաքրքիր իրադարձություններին, ավելի ճիշտ Թրամփը հետաքրքիր հայտարարություններ է կրկին արել, կան զվարճալի հայտարարություններ, կան տխուր հայտարարություններ,
հիմնականում Ուկրաինայի մասին է նա խոսելու։ Նա ասում է, որ Ռուսաստանը ավելի ուժեղ է եւ բանակցային դիրքերը դրա համար էլ ավելի ուժեղ են։ Այն շատ ավելի մեծ երկիր է, նա կարծում է, որ Ուկրաինան պարտություն կկրի, Ռուսաստանը հաղթանակ կտանի, դրա համար պետք է պատերազմը կանգնեցվի։ Նա նաեւ կոչ է արել Զելենսկիին անցկացնել ընտրություններ, չխուսափել ընտրություններից, այսինքն հիմնականում ռուսականի նման շատ նարատիվներ է կրկնել Դոնալդ Թրամփը, ասել է, որ ՆԱՏՕ իրենց այնպես թե այսպես չէին էլ ընդունելու, ու վերջում նաև ասել է, որ Զելենսկին ժամանակն է, որ համաձայնվի մեր առաջարկությունների հետ, որովհետև ինքը կպարտվի ռազմի դաշտում։ Մադուրոյի մասով ասել է, որ նրա օրերը հաշված են, եւ վերջում զվարճալին ասել է, որ ինքը լավ է հասկանում անշարժ գույքերից եւ երբ որ նայում է քարտեզին, տեսնում է, որ Ղրիմը 4 կողմից շրջապատված է օվկիանոսներով։ Ահա այսքանը, սիրելի հայրենակիցներ, այսօրվա համար։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։